Եթե այս վարդը ածուխների վրա նետես, քեզ կթվա, թե վարդն այրվել է, և մոխիրն էլ իսկական է, իսկ ես քեզ ասում եմ, վարդը հարատև է, և միայն նրա արտաքին տեսքը կարող է փոխվել։ Բավական կլինի մի բառ արտասանեմ, որպեսզի դու նորից տեսնես վարդը։ Խորխե Լուիս Բորխես, Պարացելսի վարդը։ Ով չի արդյոք զգացել ինչպես է իլյուզիոնիստի ներկայացման ընթացքում ռացիոնալ մտածողությունը լքում մեզ, փոխարինվելով մանկական զարմանքով ու հիացմունքով։ Ում հոգու խորքում չի դեռ անթեղված հավատն իրական հրաշքի ու հրաշագործության հանդեպ։ Բայց արդյոք մոգերի ու հրաշագործների ժամանակաշրջանի ավարտը հենց այդ հավատի ռացիոնալ դատողականությամբ փոխարինվելու հետևանք չէր։ Եվ արդյոք դա չէր պատճառը, որ հրաշագործներին փոխարինելու եկան հրաշագործությունը սկեպսիսով ընդունող աճպարարները։ Մոգը մարդ է, ով կարողանում է անել ավելին, քան ուրիշները, ինչպես իմանալով ավելին, քան ուրիշները։ Նա կարողանում է փոփոխել նյութական եւ հոգեկան աշխարհը մարդու որոշակի գործողություններով եւ որոշակի խոսքերով։ Տեսեք, այստեղ ամեն քայլափոխին ես որ խոսում, քիչ է բդում, ասենք մի ուրիշ բան, քիչ է բդում, ասենք հոգեբան, քիչ է բդում, ասենք բժիշկ, քիչ է մնում, ասենք բանաստեղծ, մարգարե։ Մոգը սովորաբար ոնց է նկարագրվում դասական գրականության մեջ, հա, դա մի մարդ է կամ արարած, եթե մենք իրան զրկենք մարդկային ինչ որ առանձնահատկություններից, որը ապրում է հիմնականում, հա, այնց կլասիկ բանը վերցնենք դասական նկարագրություն, ինքը ապրում է առանձին բոլորից, ինքը ապրում է ինչ որ անտառում, ինչ որ խրճիթում, զբաղվում է ինչով մարդիկ իրանք էլ չեն հասկանում, բայց ահա որ հարգում են իրան։ Այսինքն եւ հետագայում սովորաբար եթե մենք անդրադառնում ենք շատ դասական ֆենտեզի սյուժեին, հայտնվում է երիտասարդ, որը գտնում է եւ դառնում է այդ մոգի կամ աշակերտը, կամ հետևորդը, կամ սկսում է իր հետ ապրել, կամ էլ ժամանակի հետ ինքն է վերածվում այդպիսի մոգին։ Արվեստը, բեմ արվեստը, որը որ ներկայացնում ես բեմ արվեստ, այդ ամբողջը ունի գաղտնիություն, որ այդ գաղտնիքը կարող ես տեղափոխել, սովորեցնել մեկ ուրիշի եւ այդ մեկ ուրիշը կարող է այդ գաղտնիքը կրկնել, հա? Եվ դրա վրա զարգացնել իր ուրեմն հմտությունները եւ ամեն ինչ, հա? Ուրեմն մոգության մեջ մի քիչ ուրիշ է։ Այնտեղ մոգությունը գաղտնիքը միջև ես քեզ ասեմ, դու չես կարող այդ գաղտնիքը օգտագործել, որովհետեւ դաշտից պետք է օգտվես։ Բնությունը քեզ պետք է թույլ տա, տեզերքը պետք է թույլ տա, որպեսզի դու դրանից օգտվես։ Սա արհեստական է, նա բնական է։ Իզուր չէ, որ մոգի կերպարը միշտ շատ հետաքրքրել է թագավորներին, արքաներին եւ այն մարդը, որ ուներ մարգարեական, պայծառատեսական ինչ որ ունակություններ, միշտ գտնում էր իր տեղը արքունիքում, տիրոջ երկրի ավելի մոտ եւ իհարկե նրա խորհուրդները եւ նրա տրամաբանությունը եւ տեսածները շատ թանկ էին արքայի համար։ Հիմա խոսենք հենց վիզուալ կերպարից, որտեղից է այդ միջնադարյան երևի ժամանակներից մեզ շատ հայտնի ստանդարտ կերպարը հրաշագործի, չէ, այս կոնաձև սուր գլխարկով, աստղիկներով զարդարված իր վերարկուով, մի քանի բացատրություն կա շատ հետաքրքիր։ Հա, մյուս ատրիբուտներն են երկար ճերմակ մորուքը եւ անպայման գավազանը։ Ցանկալի է որ լինի փայտից, ինչպես Գենդալֆի կամ Դամբլդորի մոտ եւ այլն։ Փաստորեն
Բացատրությունն առաջինը, որը տվել է Քեմբրիջի մի դասախոս, անունը չեմ հիշում, բայց տեսել էի վիդեոյում, հետևյալն էր. քանի որ մոգերը խորհրդականներ էին հաճախ լինում թագավորների եւ հաճախ ինչ որ տեսիլք կամ մարգարեական երազ գիշերն էին տեսնում, նրանք այդպիսի գիշերային քդելու գլխարկով հաճախ պատկերվում էին, որ եկել է թագավորը ինչ-որ խորհուրդ է տալիս, հենց միջնադարյան ինչ որ 13-րդ, 12-րդ դարի նկարներում, եւ ասում են այդտեղից է եկել այդ ավանդույթը իրենց այդ գիշերային գլխարկով պատկերել, դե աստղիկ դերդեր, որտեղ գիշերային զգեստ է, էլի ամեն դեպքում։ Եվ ծիծաղելին, որքան ավելի սրած այր ու այսպես կանգնած էր գլխարկը, այնքան ավելի իմաստուն էր համարվում կախարդը, չկարծում եմ բավականին ֆրեյդական բացատրություն է։ Մարկ Տվենի Կոնեկտիկուտի յանքին Արթուր Թագավորի արքունիքում վեպում տեխնիկայի դարաշրջանում ապրող եւ տեխնիկական գիտելիքների տիրապետող շարքային մի ամերիկացի հայտնվում է Արթուր Թագավորի արքունիքում եւ հրաշագործի համբավի արժանանում, խամրեցնելով ու նսեմացնելով Մերլինի հրաշագործությունները։ Երգիծական ֆանտաստիկայի այս նմուշն այսօր կարելի է ընթերցել որպես սատիրա խիստ պրագմատիկ մի ժամանակաշրջանի, երբ կորսվել է հավատը հրաշքների հանդեպ, երբ վաղուց մոգերը վերածվել են աշպարարների, նշանավոր աշպարարները հասարակ ձեռնածուների, իսկ հմուտ ձեռնածուներն արդեն վտանգված են աշպարարական զանազան սարքերով զարմացնել փորձողների կողմից։ Որպես կերպար ինքը ոնց որ խտացրած միտքն է այդ ամբողջի։ Ինքը իր մեջ կրում է եւ արկածախնդրություն, եթե մենք հիշենք Գենդալֆին, հա, Տոլկինի աշխարհում, որտեղ մենք պատմում ենք, որ ինքը ոչ միայն ուղակի մոգ է, այլ ինքը լրիվ ուրիշ ռասայի հին ներկայացուցիչ է, որ իրանք ընդհանրապես աշխարհում մի քանիսն են։ Եթե խոսքը գնում է մոգի կերպարի մասին վիզուալ արվեստների մեջ, գեղանկարչության, ֆրեսկաների, բարձրաքանդակների եւ այլն, ինձ թվում է կհամաձայնեք, որ ինչքան որ կա մարդկությունը, ինչքան որ կա քաղաքակրթությունը, միշտ էլ եղել են այն գերբնական ուժերը մարդկանց համար, որոնք որ իրենք չէին կարող կառավարել, բայց շատ ուզում էին, տեսնում էին, բայց բացատրություն չէին գտնում, կարծում եմ ինչքան որ մարդիկ կան, դրա համար եղել են նաեւ մոգերը, չէ, շամաններ տարբեր մշակույթների մեջ, հենց մոգեր, պարսկական, ինչպես էին նրանք կոչվում, էլի այդ նույն բառի ուրիշ տեսակներ, հեսա ասեմ, մագուսներ կային արևելքում, կային միշիներ եւ այլն, այսինքն նրանք միշտ մեզ ուղեկցում են եւ որքան որ մարդը կարողացել է ձեռքը բարձրացնել եւ ինչ որ բաներ ֆիքսել եւ այդ շամանների եւ մոգերի կերպարները նույնպես կան։ Կարելի է ասել, որ մենք չգիտենք ով է առաջինը նրանց պատկերել, բայց վստահաբար բոլոր ժողովուրդների, նույնիսկ, չգիտեմ, քարանձավային նկարներում կա այդ մարդը, ինչ որ գործողություններ է անում, ինչ որ ծես է իրականացնում։ Առհասարակ համաշխարհային գրականության մեջ եւ ժամանակակից գրականության մեջ եւ 19-րդ դարի արդեն երկրորդ կեսի գլխավորապես գրականության համապատկերում առանցքային նշանակություն ու դեր են ստանձնում մոգական աշխարհները կամ մոգական իրականությունները, իրենց բոլոր կերպարներով համապատասխան ատրիբուտիկայով, բանահյուսությունից, միֆոլոգիայից, նաև ծիսական մշակույթից եկած տարբեր կերպարներով, տարբեր առանցքային էլեմենտներով։ Եթե խոսենք համաշխարհային գրականությունից, ապա մոգական իրականության ու մոգերի կերպարների, մոգական ատրիբուտիկայի առանցքային արտահայտություններով ստեղծագործություններ են ֆենթեզի ժանրի լավագույն գործերը, օրինակ Հոբիտ, այնտեղ կամ վերադարձ, դրա շարունակությունը, այսպես ասած, հանդիսացող, բայց այն կատարելագործած մատանիների տիրակալը, Նարնիայի ամբողջական շարքը, արդեն ավելի ուշ շրջանում, բայց այսօր մեծ ճանաչում ունեցող Ջոն Ռոուլինգի Հարի Փոթերի վիպաշարը։ Ինձ թվում է, երբ որ մոգի ամնստար Ջոն Ռոուլինգին բաց թողել հնարավոր չի, հա, որտեղ կա Դամբլդորի կերպարը, որպես մոգ, չնայած թվում է դա ամբողջ դա կախարդների մոգերի աշխարհը, բայց որպես մոգ այնտեղ ներկայանում է հենց Դամբլդորը, որը որպես դիմիուրգ ամբողջ այդ աշխարհը կառավարում է եւ կառավարում է նույնիսկ գլխավոր հերոսի ճանապարհը իր կյանքում։ Ինքն է սարքում այդ ամենը։ Նույն ձևի անում էր Գենդալֆը, հա։ Ես շատ եմ սիրում
մոգերի ու ընդհանրապես մոգական աշխարհի պատկերացումը Տերի Պրաչետի մոտ։ Դա ինձ թվում է ունիկալ կերպարներ են իհարկե։ Ինչքանով բոլորը մոգերին սարքում են բավական sense վեհ կերպարներ, որոնք աշխարհին նայում են այնց մի քիչ վերևից։ Տերի Պրաչետը ցույց է տալի աշխարհը, որտեղ ապրում են մոգերը եւ իրանք շատ հասարակ, շատ այնց առօրյա խնդիրներին հանդիպող մարդիկ են, հա։ Եթե չհաշվել որոշակի իրանց կախարդության հնարավորությունները։ Օրինակ, եթե խոսենք Հարի Փոթերի մասին, այստեղ առանցքային այդ ամբողջ աշխարհը, որ կառուցել է Ջոն Ռոուլինգը, աշխարհը բոլոր էլեմենտներով։ Նա լեզվաբան էր ու շատ լավ տիրապետում էր համաշխարհային միֆոլոգիային։ Նրա ստեղծագործության մեջ այդ միֆական էլեմենտները ոչ միայն պարզապես հորինված էին, այլև վերցված էին ժողովրդական բանահյուսությունից ու տարբեր ազգերի ժողովուրդների բանահյուսություններից։ Ես այստեղ ուզում եմ կենտրոնանալ հատկապես կախարդանքների վրա, հա, կախարդանքներ, տարբեր հմայաթույրներ, հմայական խոսքեր, որոնք ոչ թե ուղղակի հորինված ինչ-որ արտահայտություններ էին, այլ հին լեզուների, նաև հին անգլերենի, թեկուզ ժամանակակից անգլերենի տարբեր բառերի կցորդներ ու ինչ-որ գեղեցիկ հատուկ բառեր հյուսում հեղինակը։ Որպես օրինակ, շեշտեմ բոլորի ամենասիրած Վինգարդիում Լևիոսը արտահայտությունը, որ Հարի Փոթերը նայած ցանկացած, եթե գիրքն էլ չեն կարդացել, ֆիլմը նայած ցանկացած մարդ, որպես առաջին հմայախոսք դա է հիշում։ Բացի կախարդական հմայախոսքերից, առանցքային են նաև տարբեր հմայաթուրմերը, որոնք ստեղծում են այս կախարդներն այդ աշխարհում։ Օրինակ, շատ տարածված տարբեր ստեղծագործություններում սիրո հմայաթուրմը, երբ տալիս են եւ ինչ-որ մեկը սիրահարվում է։ Թվում է թե շատ դրական, բայց իրականում նաեւ բացասական գործառույթություն էր, որովհետեւ Վոլանդեմորը, գլխավոր չարը ստեղծագործության, ծնվել էր ոչ թե իրական սիրուց, այլ այդ հմայաթուրմի արդյունքում ստեղծված սիրուց, երբ հայրն իրապես չէր սիրել մորը, ու այդ կախարդանքի արդյունքում ծնվել էր ամենաչար էակը, որ փորձում էր կործանել աշխարհը։ Հմայաթուրմերը լինում են եւ դրական, օրինակ հաջողություն բերող հմայաթուրմը, որ կերպարները խմում են ու ամբողջ օրը հաջողություններ են ունենում, եւ լինում են իհարկե բացասական գործառույթ ունեցող, նաեւ կախարդանքը։ Բացասական կախարդությունները, թվում է միշտ խոսում ենք դրականներից, բայց Ավադա Կեդավրա հայտնի կախարդանքը, մահ բերող 3 արգելված կախարդանքներից մեկը, շատ են վերլուծությունները, որ ասում են դա երևի հայտնի աբրակադաբրա արտահայտության հատող լինի, ինչ որ կերպափոխված արտահայտությունն է, տարերի տեղերը փոխված ուղղակի մահ բերող, բայց ոչ։ Ջոն Ռոուլինգը շատ ավելի խորքային ուսումնասիրություն է կատարել։ Հին արամերենում այդ արտահայտությունը նշանակում էր թող ավերվի, թող իջիկ դառնա, ու հենց մահ բերող կախարդանքներ։ Կամ շատ են իրականում կախարդանքները Հարի Փոթերն աշխարհում, բայց էական են նաև բոլոր էլեմենտները։ Օրինակ, այդ կախարդանքները բերող առարկաները, ասենք կախարդական փայտիկը, որի Հարի Փոթերի աշխարհում ինքնին կախարդանք ինքնին չէր բերում, հա, դրա մեջ ինքնին կախարդանք չկար, կախարդանք կախարդողը, կախարդը մոգր էր կախարդում, բայց կախարդական փայտիկը կարողանում էր կենտրոնացնել նրա ամբողջ կախարդանքը։ Եվ պատահական չէ, որ շատ հայտնի կախարդներ կարողանում էին կենտրոնացնել նաև իրենց կախարդանքն առանց կախարդական փայտիկի։ Ամենակարող հրաշագործը Ռենե Դոմալ։ Պոպեր փողոցի վրա գտնվող ձեղնահարկում ապրում էր մի ամենակարող հրաշագործ։ Նա թաքնվում էր կոկիկ ու ճշտապահ ծերուկի դիմակի տակ ու աշխատում միստիկ Վարկեն ընկերության մասնաճյուղներից մեկում, տեղակայված ընչազուրկների պողոտայի վրա։ Նա կարող էր կախարդական խոզանակի մի հարվածով ոսկե ձուլակտորների վերածել կտորի բոլոր ագրուսները, բայց դա համարում էր անբարոյական, քանզի կարծում էր, որ աշխատանքն է, որ գեղեցկացնում է մարդուն, նույնիսկ որոշ չափով կանանց։ Երբ հորաքույր Ուրսուլան մի ծեր ջադու, որ վերջերս էր սննկացել իր արժեթղթերի կտրուկ գնանկման պատճառով, եկավ նրա մոտ ու պահանջեց խնամատատարություն, նա կարող էր առանց մեծ ջանք թափելու նրան վերափոխել մի գեղեցիկ ու երիտասարդ արքայադստեր, կամ դարձնել կարապ, լծված իր կախարդական կարգին, կարող էր նրան վերածել թերխաշ ձվի, զատիկի կամ ավտոբուսի։ Ձեռագրերը չեն այրվում, հավաստում է Բուլգակովի Վոլանդը, թերևս միակը գրական մոգերից, որ որոշում է աճպարարի դեր տանել, սարսափեցնելով հանդիսատեսին մոգության դիվական հնարավորություններով ու մարդկային էության մերկացմամբ։ Ի տարբերություն նյութապաշտ ու կռապաշտ մարդկության, մոգերը գիտեին, տիեզերքում ոչինչ չի անհետանում, ու եթե թվում է անհետացել է, ապա հայտնված պիտի լինի մեկ այլ տեղ, կամ նույն տեսքով, կամ մետամորֆոզված այլ բանի։
Մետաֆիզիկական այս առեղծվածն է, որն իրենց ներկայացումներում գիտակցաբար թե անգիտակցաբար խաղարկում ու համառորեն փորձում են ապացուցել մոգերի ներկայիս ժառանգները, իլյուզիոնիստները, որ ցուցամոլության ու բեմի կարիք չունեցող մոգերի գերբնական ուժերի հետ կապ հաստատող սրածայր գլխարկները փոխարինել են գլանաձև գլխարկներով, իսկ կախարդանքի ուժը կոնցենտրացնող փայտիկները բեմական պճնանքի առարկա եւ կախարդական ուժից զուրկ ձեռնափայտերով։ Հրաշագործի կերպարը ինձ համար էլ է միշտ շատ ոգեշնչող եղել եւ շատ հարազատ է եղել։ Իմ ընտանիքում իմ պապիկն էլ էր շատ նման հրաշագործի, բայց այստեղ ես պատկերել եմ կարծես թե նման չի դեմքից դեմքել այդպես առանձնապես չունի, բայց իմ հորն եմ պատկերացրել, իր ամբողջ կյանքում երեխաների համար է աշխատում, ստեղծում եւ նա այստեղ տեսեք քաղցր բամբակ է ստեղծում, բայց հայտնի չի ինչից էլի, ասած ոնց որ կախարդական ջրհորի նման կամ պուլպուլակի նման էսպիսի տեղից, հայտ աղբյուրի եւ այդ տեղից էլի իր հրաշագործությամբ ոչ մի բանից կարծես բամբակ է ստեղծում։ Կանոնիկ պահպանել եմ նրա, տեսեք, այսպիսի կապույտ վերարկուն, սակայն իլյուզիոնիստի գլխարկ եմ դրել, փորձելով այդ երկու կերպարները համատեղել եւ իհարկե միջնադարյան գիշերային աստղերը նրանից անպակաս։ Հրաշագործի կերպարը շատ-շատ նկարիչների համար այսպիսի աղբյուր է, որտեղ որ միգուցե իրենք եւ իրենց են տեսնում։ Ես որպես այդպեսին մոգի կերպարին անդրադառնում եմ հազվադեպ, անկեղծ։ Ես ավելի շուտ երևի թե իմ գործերում ուզում եմ տեսնել, ցույց տալ, թե ինչպիսին կտեսներ այդ աշխարհը հենց ինքը մոգը։ Իսկ տառոները ինձ հնարավորություն տվեցին ամեն նկարում, չնայած որ ընդհանուր ոճը պահպանելով, ամեն նկարում բացել ինձ համար նորանոր կերպարներ, նոր աշխարհներ, հենց այդ է որ մոգական աշխարհներ, որտեղ տառոյի դեպքում իրանք ոչ միայն կա, չէ, իրանք չեն ասում քարտեր, իրանք ասում են դռներ։ Գեղանկարչության եւ մոգականի, գեղանկարչության եւ իլյուզիոնիզմի առնչության մասին խոսել նշանակում է խոսել ոչ միայն մոգական աշխարհներ կամ աշխարհի կերպար պատկերող, այլև օպտիկական հնարքներ կիրառող գեղանկարչության մասին, որի լավագույն օրինակը թերևս Էշերի մտահնար օպտիկական պատրանքներն են։ Օպտիկական պատրանքների կիրառման վրա էլ հենց հիմնված է իլյուզիոնիզմը։ Դիմացից որ նայում ենք, մենք ինչպես ենք գծերը տեսնում։ Ոնց որ ալիքներ լինեն, իրենք անհավասար են, բայց դիմացից երևում է, որ գծերը իրար զուգահեռ չեն ու ծուռ մուռ ոնց որ լինեն։ Իրականում իլյուզիա է զուտ, խաբկանք աչքի, երբ որ նայում եք, այս խորանարդները իրար անհավասար են դասավորված։ Հենց այս խորանարդների շնորհիվ է, որ իլյուզիան ստացվում է։ Երբ որ նայում եք պատից, խաբկանքը լրիվ կորում է։ Այստեղ մենք տեսնում ենք երկար կարմիր ու կապույտ գծեր, որոնք առաջին հայացքից մեզ զուգահեռ չեն թվում։ Նայեք, այս կապույտ գիծը կարմիրին զուգահեռ չի թվում։
Սակայն այս ուղղակի իլյուզիա է, իրականում իլյուզիան ստեղծում են այս փոքրիկ գծերը, որոնց անկյունները ստեղծվում են ու մենք իլյուզիան տեսնում ենք այդպիսին, այսինքն մեզ թվում է, որ գծերը հատվում են, բայց իրականում իրենք զուգահեռ գծեր են, բոլոր երկար կարմիր ու կապույտ գծերը իրար զուգահեռ են։ Այ որ պատից նայեք, իլյուզիան քիչ-քիչ կորում է ու մենք իրական պատկերը տեսնում ենք։ Այստեղ մենք ունենք շախմատի տախտակ, որը մեզ թվում է գոգավոր։ Դա ընդամենը աչքի խաբկանք է։ Այս կլորները ստեղծում են շրջանակներ, որոնց պատճառով մենք իրեն գոգավոր ենք տեսնում։ Եթե սրանք չլինեն, մենք իրեն այդպեսին չենք տեսնի։ Ուղիղ կտեսնենք։ Իրականում ոչ մի գոգավորություն չկա։ Այստեղ մենք տեսնում ենք երկու նախշ, մեկը մեծ է երևում, մյուսը փոքր։ Եթե ավելացնենք երրորդը, կստացվի մեծ, միջին, փոքր։ Հիմա վերևն եմ դնում, պատկերը փոխվում է, սա է մեծ երևում, սա միջին, այս էլ ամենափոքրը։ Բայց իրականում երեք նախշն էլ իրար հավասար են։ Քանի որ նախշերը հավասար են, իրականում իրենք հավասար են, բայց երբ որ այսպես ենք նայում, խաբկանքը տեղի է ունենում, այսինքն մեծ, միջին, փոքր են երևում։ Իլյուզիան ստանում ենք անհավասար անկյունների շնորհիվ, այս երեք անկյունները իրար անհավասար են, տարբեր աստիճանի անկյուններ են։ Ուրեմն անգամ անկյունները կարող են մեր աչքը խաբել ու ստեղծել հետաքրքիր իլյուզիա։ Այստեղ մենք ունենք Մյուլլեր-Լայերի խաբկանքը։ Խաբկանքը իրենից ներկայացնում է երկու անհավասար հատվածներ, որոնք այդպեսին թվում են իրականում։ Եթե նայենք 1-ից մինչև 6-ը, քանի որ հատվածը 1-ից ենք սկսում, 1-ից 6-ը ու 6-ից 11-ը կազմում են 5 սանտիմետր, իրենք հավասար են։ Շնորհիվ փակ սլակների մենք հատված ավելի սեղմված ենք տեսնում, բաց սլակի դեպքում ավելի երկար։ Սա հիմնականում դիզայներներն են օգտագործում, օրինակ հագուստի ձևերի մեջ, դրա համար հագուստը մեզ կարող է բարձրահասակ ու ցածրահասակ գեր ու նիհար ցույց տալ, այսպիսի իլյուզիաների շնորհիվ։ Ու Պոնցոյի իլյուզիան, տեսնում ենք երկու մատիտներ, որոնք երևում են մեծ ու փոքր։ Իրականում մյուս երրորդ մատիտի շնորհիվ, երբ որ չափում ենք, տեսնում ենք, որ նրանք հավասար են։ Ինչպես է ստեղծվում իլյուզիան, այս ֆոնը 3D ֆոնը գնալով այսպես նեղանում է, հետևաբար այս մատիտը մենք ավելի մեծ ենք տեսնում։ Իսկ այստեղ երբ որ նայում ենք, գերակշռում է ֆոնը, կապույտ ֆոնը, ոնց որ մատիտը իր մեջ լինի։ Իրականում եթե ֆոնը մաքրենք, ապա երկու մատիտը իրար հավասար կլինեն ու իլյուզիան կկորի։ Ինչ է իլյուզիոնիզմը, եթե ոչ նյութական ու հոգևոր աշխարհների մեկընդմիշտ հաստատված օրենքները զանցելու, տարածության եւ ժամանակի կապանքները քանդելու եւ դրանց հետ խաղալու ցանկություն։ Մի բան, որի համար ոչ միայն ճարպկություն ու հմտացում, այլև երևակայություն է անհրաժեշտ։ Եվ միթե նույնը չի անում գրողն իր երևակայությամբ բառերի միջոցով։ Մանուկ հասակում ես պատմություններ էի հորինում ու ինձ սուտասան էին ասում։ Մի առիթով հարցազրույցներից մեկում կեսկատակ ասել է Նոբելյան դափնեկիր Իսահակ Բաշևիչ Զինգերը, իսկ հիմա ինձ գրող են անվանում։ Մեծ առաջընթաց։ Այնինչ մեծ հաշվով երկուսն էլ ըստ էության նույնն են։ Դրա հետ միասին ծանոթանում ճկուննա դառնում միտքդ, հա, աշխատում է երևակայությունն ամենակարևոր բաներից մեկը։ Երևակայության դաշտն է մեծանում։ Եվ որովհետև մենք խոսեցինք այսօր դրա մասին, որ մարդկանց մոտ կա, որ մի ուղղության վրա է գնում, այդպես էլ չի, մենակ այդ երևակայության դաշտն է դա։ Լայնանում է կամ չի լայնանում։ Այստեղ աշխարհության մեջ ստիպված ես լայնացնել երևակայությունը, որովհետև երևակայական աշխարհը դա որ աշխատում է, որ մտածում ես, որ ոնց անեմ այս խաղաթուղթը դառնա չեմ մանում այն սոկի տուփը, հա։ Այս խաղաթուղթը ձեռքից մեջ սա երևակայեցի, չէ՞։ Ինչպես ոնց պատկերացրեցի։ Եվ արդեն դրա վրա սկսում եմ մտածել, կառուցել, թե ինչպես անեմ, որպեսզի այս խաղաթուղթը ձեռքից մեջ դառնա այդ տուփը։
հիմա նոր բան ստեղծելը բարդ է բավականին իհարկե, շատ ինչպես երաժշտության մեջ, ինչպես էլի ես միշտ այլ բնագավառների հետ եմ բերում օրինակները, որովհետև մարդիկ էս ոլորտից տես տեղյակ չեն, բայց զուգահեռներ եմ տանում, որ բարձ լինի, ինչպես երաժշտության մեջ կամ այլ տեղ բարդ է նոր բան ստեղծել իհարկե, մանավանդ նոր լավ բան, բայց փորձում ենք հնարավորինս ստեղծագործել իհարկե միշտ պետք է փորձում ենք անել։ Մինչ այսօր երբ նոր ինչ-որ բան ես տեսնում, նույնիսկ երբեմն շատ հանճարեղ է այսպես թվում, ասում ես թե սա հանճարեղ ակի, այսպիսի բան ես չէի կարող մտածել, առավել ևս սա ավելի լավը դարձնել, բայց հետո քո փորձի, քո գիտելիքների ու ստեղծագործության շնորհիվ այնպես է ստացվում, որ դրան մի բան ես ավելացնում, ավելի ես հետաքրքրացնում, որը նախապես ասել եմ պատրաստ եք, ու այստեղ թատրոնի գրչանայից կվերցնեմ ես մատիտը թղթադրամն է նոր և այսպես կծանեմ և հիմա մենք պետք է գտնենք թղթադրամի մեջ տեղը հիմա ես կնշեմ որտեղ այն իսկ հնարքը իհարկե ընդհանուր պետք է շատ զգուշ անել որպեսզի Այստեղ այս հնարքում մարդիկ շատ են մտածում, որ օգտագործում է մագնիս, առհասարակ հատկապես հայերը ցանկացած հնարքում մտածում են, թե օգտագործում է մագնիս, բայց եթե այստեղ լիներ մագնիս, ես չէի կարողանա այսպես մատիտը առաջ հետ տանել, չէ՞։ Հիմա փորձեմ լավ իրեն զգուշ հանել, եթե զգուշ հանեմ, չի երևա անցքը և կկարողանաք այն խանութում տալ, հա, հիմա փորձեմ զգուշ Իլյուզիոնիստի հնարքների զինանոցն իրականում խիստ սահմանափակ է։ Իլյուզիոնիստը կարող է անել այնպես, որ որևէ իր չքվի կամ հայտնվի անեությունից, անհետանա մի տեղ ու հայտնվի մեկ այլ տեղում, փոխակերպվի այլ իրի, որ դարձյալ հայտնվել անհետանալու թեմայի վարիացիա է։ Այդ սահմանափակ հնարքների մեջ իրենց երևակայության շնորհիվ բազմազանություն են մտցրել ու հաջողել բացառիկ տաղանդները, ինչպիսին էր օրինակ Ռոբեր Ուդենը, որի հուշագրությունը իսկական գեղարվեստական արժեք է ներկայացնում և բարձր է գնահատվել ու գրախոսվել անձամբ Դիքենսի կողմից, որ ևս թեև սիրողական կերպով, բայց աճպարարությամբ էր զբաղվում։ Գաստոն Լերուի հանրահայտ օպերայի ուրվականը վեպի հերոսի համար նախատիպ է ծառայել հենց Ռոբեր Ուդենի անձը։ Մեկ այլ տաղանդավոր աճպարար Հարի Քելարը Լայման Ֆրենկբաումի Օզի կախարդը վիպակի հերոսի նախատիպն է դարձել։ Բայց գեղարվեստական կերպավորումների քանակով դեռևս ոչ մի աճպարար չի կարող հավասարվել լեգենդար Հարի Հուդինիին, որ Ռոբեր Ուդենի կերպարից ու հուշագրությունից ներշնչված իր բեմական կեղծանունը նմանեցրել է նրա ազգանվանը։ Հուդինին, որ հռչակվել էր իբրև անքակտելի շղթայական կապանքներից հեշտությամբ ազատվող ու կողպված տարածքներից փախուստի դիմողի կերպար, հեղինակ է նաև իլյուզիոնիզմի ծաղկման շրջանում իր մասշտաբով աննախադեպ ու ահռելի մի համարի։ 1918 թվականի հոկտեմբերին Նյույորքյան հիպոդրոմ թատրոնում նա փղին ստիպում է շրջան գործել, ապա մտցնում վանդակը, որ օգնականները ծածկում են սպիտակ սավանով։ Հուդինիի ատրճանակը կրակում է, օգնականները ծածկոցը հանում, վանդակի դռները բացվում են և իհարկե փիղն այլևս վանդակում չէ։ Հարի Հուդինիի և իլյուզիոնիզմի փառահեղ ժամանակաշրջանի մասին է 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկյան արձակի նշանավոր դեմքերից մեկի Էդգար Դոկտրոուի լավագույն վեպերից մեկը Ռեգթայմը։ Ոչ մի սովորական կերպար, ասում էր Դիքենսը, և այս առումով աճպարարի կերպարը գրողի երևակայության առջև անսահման հորիզոններ է բացում։ Քիչ չեն համաշխարհային գրականության մեջ աճպարարները։ Կարելի է հիշել Ժան Ժիոնոյի բերկրանք, Ջոն Բոյնթոն Պրիսլիի Քերինիկն ու Վարիետեն վեպերի հերոսներին, բայց այդ պատկերասրահում իր արտասովորությամբ ու առանձնահատուկ հմայքով փայլում է հատկապես Իսահակ Բաշևիչ Զինգերի Լյուբլինցի աճպարարը վեպի գլխավոր հերոս Յաշա Մազուրը։
Յաշայի կերպարով մենք բացահայտում ենք այդ մարդկանց կեցությունը, մշակույթը, միստիցիզմը հրեական, որով տարված էին այդ մարդիկ, հիշողություններ, մանկական վառ երևակայություն նաև, որովհետև Յաշան կերպարը ինձ համար նաև շատ տեսակ մանկական կերպար էր։ Այդ մենակ մանուկներն են, չէ՞, միջև վերջ, միջև իրանց վերջին ատոմները հավատում կախարդանքին ու հրաշքին։ Նույնն էլ Յաշան, այսինքն Յաշան գրողի փոխաբերությունն է։ Գրող, որ հավատում է հրաշքին, այս ընդհանրապես ռեալիստական ու նյութապաշտական աշխարհում հանկարծ գալիս է այտենց մանկական հայացքով մի հատ գրող, որ ամբողջովին այդ հրաշքին հավատում է, գրողական երևակայությանը, գրականության ճշմարտությանը, կախարդանքի ճշմարտությանը։ Խոսենք պատրանքի մասին, հա, իմանալով, որ խափում են իրեն, հա։ Ինքը եկել է ներկայացման, նստում նայում է, որ աշխարհը գիտի, որ խափում են, բայց ինքը չի նեղան քեզանից։ Հա։ Որովհետև այդ խափեփայությունով ես իրեն միայն հաճույք եմ պատճառում եւ ցավ չեմ պատճառում։ Այ օրինակ վերցնենք ցիգանը, խափում է, չէ՞։ Օգտագործում է գնչուն, օգտագործում է աշխարհական հնարքներ, գնչունները բոլորը աշխարհական հնարք են օգտագործում, բոլոր։ Հա։ Օգտագործում է հնարքը, բայց ինքը ցավ է պատճառում մարդու։ Ես եմ միշտ ասում, որ ամբողջ կյանքս արդեն 50 տարի է զբաղվում եմ, ասենք 40 ներողություն, 45 տարի, հա, 45 տարի է զբաղվում եմ սրանով եւ 45 տարի է կատարում եմ մեկ դեր, հրաշագործի դեր։ Ես գիտեմ, որ իմ հարած գործը նման է նույն բանին, ինչպես ասենք թատրոնի դերասանը, որ դուրս է գալի կերպարանափոխվում է եւ դա էլ չէ իլյուզիա։ Աճպարարությունն ըստ ամենայնի սկիզբ է առել թատրոնում, պիեսների շնորհիվ, որոնցում կամ մոգերի դեր պիտի կատարվեր, կամ տեխնիկական հնարքների միջոցով երբնական երևույթներ պիտի բեմադրվեին։ 19-րդ դարում աշպարները մոգական սյուժեներով պիեսներ էին ներկայացնում, իսկ 20-րդ դարասկզբին լայն տարածում է ստանում հատկապես ֆանտաստիկ կամ ֆանտասմագորիկ ստեղծագործությունների համարձակ ու բեմական մոգության համար աննախադեպ մասշտաբների բեմադրություններն իլյուզիոնիստների կողմից, ինչպես օրինակ նշանավոր իլյուզիոնիստ Ջոն Նևիլ Մասկելայնի Գուլիվեր Լիթոնի ապագայի Ռասսամ վեպի կամ Հենրի Իրվինգի Ֆաուստի բեմադրությունը։ Այս ներկայացումներն իրենց հավակնոտ բնույթով փորձում էին մրցության մեջ մտնել ժամանակի նորարարության, բեմական մոգությունը ասպարեզից անել փորձող կինոյի հետ, որն առաջին հանդեսատեսների կողմից ոչ միայն մոգական իրականություն էր ընկալվում, այլև փոխ էր առնում բեմական մոգության հնարանքները, ինչպես օրինակ ուրվականների կերպավորումը։ Շարժապատկերի գյուտը նոր հնարավորություններ է բացում աշխարհարության առջև, եւ պատահական չէ, որ կինոյի հայրերից մեկը Ժորժ Մելիեսը պրոֆեսիոնալ աճպարար էր, որ տարված էր շարժապատկերը բեմական մոգության հետ համադրելու սևեռուն գաղափարով, ինչը նրան հիանալի կերպով հաջողվում է։ Մելիեսի ֆիլմերի, այսինքն կինոյի առաջին նմուշներից մեկի կերպարը աճպարար էր, եւ այդ աճպարարության միջոցով Մելիեսը հավերժական թեմաներ էր արծարծում, կապելով կինոն դասական բեմական մոգության հետ, որի սկզբնական շրջանում հանդիսատեսին աճպարարությամբ զարմացնելու միջոցով փորձում էր սիրո եւ մահվան մասին այլաբանական պատմություններ հրամցնել։ Հեռուստացույցը ևս ժամանակին մարդկության կողմից յուրօրինակ մոգական արկղիկ է ընկալվել, իսկ հեռուստատեսությունը իլյուզիոնիստներին ավելի մեծամասշտաբ ու համարձակ ներկայացումներ մշակելու եւ ցուցադրելու հնարավորություն ընձեռել։ Բայց աստիճանաբար էկրանի գյուտին վարժված ու մոնտաժի հնարավորություններին տեղյակ հանդիսատեսի վրա աճպարարական ներկայացումներն այն զորեղ տպավորությունը չէին կարող գործել այլևս, ինչ իրական ներկայացումները, որոնց հանդիսատեսը ներկայանում էր տեսողական խաբկանքի պայմանը նախապես ընդունած եւ կարճ ժամանակում ընդհանուր մթնոլորտի ու աշխարհի հիպնոտիկ հմայքի շնորհիվ անգիտանում էր այն։
Թերևս պատահական չէ, որ Ուդենի հուշագրության դրվագներից մեկը արձագանք է գտել շվեդականավոր ռեժիսոր Ինգմար Բերգմանի դեմքը ֆիլմի տեսարաններից մեկում։ Առհասարակ այս ֆիլմով Բերգմանը կարծես փորձում է պատկերավորել Ուդենի, Մոգին ու Աշպարարին տարբերակող հանրահայտ արտահայտությունը, եւ դժվար է ասել հանճարեղ Մաքս ֆոն Սյուդոֆի կերպավորած հերոսը շարլատան է, դերասան, մոգ, աշպարար թե հիպնոսի վարպետ։ Բերգմանի բոլոր հերոսները արքետիպերի ու երևույթների ալեգորիկ կերպավորումներ են։ Բերգմանը հիանալի է խաղարկում արքետիպերն ու դրանց բազմանշանակությունը, ցույց տալով դրանց հետ պատմական տարբեր ժամանակաշրջաններով պայմանավորված պատկերացումները։ Միջնադարյան ինկվիզիցիայից մինչև մեր ժամանակներ, պատկերելով մարդու հնագույն վախը անհայտից, որ մարմնավորված է համարյա թե համր կամ ուրփաթախոս աշպարարին հանդիպող բոլոր հերոսների կերպարներում։ Մետաֆիզիկական երկիմաստություն է հաղորդված ամեն ինչին։ Բերգմանը կինոյի ու պատկերի միջոցով փիլիսոփայում է։ Հանձինս բժշկի ու աշպարարի կոնֆլիկտի պատկերավորում մատերիալիզմի ու իդեալիզմի հակադրությունը եւ ողջ ֆիլմի ընթացքում խորհում անհայտի ու ակներևի, ճշմարտության ու պատիր մտայնությունների, իրականության ու երևակայության, իմացության ու անհայտից վախի, շարլատանության ու ճշմարիտ արվեստի, կյանքի ու մահվան փոխհարաբերության շուրջ։ Այդ գործը մտաբերեցի, փառահամար կոչվում է Աղասի Այվազյանի կարճ պատմվածքն է, շատ գեղեցիկ գործ։ Այդտեղ էլի ոնց որ ձեռնածուի էլի աճպարարի կերպարն է, ով կրկեսում աճպարարություն է անում ու վերջում շատ նաև դրամատիկ ձևով է վերջում ավարտվում։ Աճպարարը այնպես է անում, որ ինչ որ անկրկնելի գեղեցկության նժույգներ են հայտնվում կրկեսում։ Եվ ինչ որ մի պահից հասկանում է, որ մենակ ինքն է տեսնում այդ հրաշքը եւ այդ նժույգներին ու շփոթմունքի մեջ է ընկնում ու վերջին բառերը, որքան որ հիշում եմ, կներեք, եթե կսխալվեմ այս մասում, ասում եմ, որ ես ձեզ համար արարեցի, ստեղծեցի այդ հրաշքը, բայց դուք ինձնից միայն ֆոկուսներ եք ուզում։ Ու դրանով ավարտվում է պատմվածքը։ Բերգմանի ֆիլմի հետ հետաքրքրական պոլեմիկայի մեջ է մտնում հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելինգի Իլյուզիոնիստը։ Կրկնվում են Բերգմանի ֆիլմի կախված մարդու, հատված ձեռքի, ոտքի տակ փշրվող ակնոցի մղձավանջային տեսիլքները։ Ակնոցը Ստելինգի ֆիլմում իրականության տեսողունակության փոխաբերությունն է։ Ստելինգի ֆիլմը Բերգմանի ֆիլմի պես, բայց ավելի խիտ ու գրոտեսկային գույներով խաղարկվում է իրականությունից պատրանքից ցնորք փոխադարձ նուրբ անցումների վրա։ Բայց Բերգմանի ֆիլմի խոհականությունն այստեղ փոխարինված է շիզոֆրենիայի հասնող աշխարհատեսությամբ։ Ֆիլմը երկու տկարամիտ եղբայրների մասին է, որոնցից մեկը զրկվելով ակնոցից հայտնվում է հոգեբուժարանում, մյուսը աշպարարի ներկայացումից ներշնչված ու նրա կին օգնականի հանդեպ տարփանքով լցված փորձում է նմանակել ու աշպարար դառնալ եւ ուղևորվում է քաղաք դեպի մոգական բեմ։ Եղբայրներից մեկը դառնում է սեփական պատրանքների զոհ, մյուսը մեծ ջանքերով բայց ապարդյուն փորձում վանել իր մղձավանջային տեսիլքներն ու անձամբ ուրիշների համար տեսլաշխարհներ ստեղծել։ Թե Բերգմանի, թե Ստելինգի ֆիլմը մեծ հաշվով մարդկային կեցությունը ներկայացնում են իբրև մեծն պատրանք, բեմադրված անհայտ իլյուզիոնիստի կողմից։ Եվ երկուսն էլ հաստատում են ճշմարտությունը, թե այն մեզ որպես դիվական, անտանելի մղձավանջ է ներկայանում, եթե չենք ընդունել սիրո ոգեթուրմը։ Պատահական չէ, որ Բերգմանի ֆիլմի խոհարարուհու անունը Սոֆիա է, եւ իրենց երջանիկ են զգում միայն նրանք, ովքեր մահվան շեմն անցած պառավից ընդունել են սիրո ոգեթուրմը։ Ստելինգի ֆիլմի տեսարաններից մեկում տեսախցիկը որսում է ճամփեզրի գովազդային վահանակի վրա ինչ որ մեկին գրելիս. Աստված սեր է։ Նա անհայտ հիվանդության պատճառով հիվանդանոցում հոգին ավանդեց, ոչ այնքան քրիստոնյա վայել, երկրի վրա չթողնելով ոչինչ, միայն մի խղճուկ բաճկոն պահարանում, մաշված ատամի խոզանակ եւ ծիծաղաշարժ հիշողություններ անշնորհակալ գործընկերների հուշերում։ Նա կարող էր փաշա, ալքիմիկոս, կախարդ, սոխակ կամ էլ լիբանանյան կաղնի լինել, սակայն դա կհակասեր նախախնամության ծածուկ ծրագրերին։ Ոչ ոք ճառեր չկարդաց նրա գերեզմանի առջև, ոչ ոք գլխի չեր ընկնում, թե ով է նա, եւ ով գիտի, գուցե նա ինքն էլ չգիտեր։
Ինչևէ նա մեծ հրաշագործ էր։